Գյուղատնտեսական առումով գիտեք, ինչ վերաբերվում է ձնածածկույթին, պետք է ձմեռային ամիսներին այնպիսի ջերմաստիճաններ լեռնային գոտիներում չեն դիտվել, որպեսզի վնասեն աշնանացանին։ Իսկ երբ որ դիտվել են ցածր ջերմաստիճաններ, այդ ժամանակ դա եղավ, բոլորս էլ հիշում ենք փետրվարի վերջին 10-օրյակում, այդ ժամանակ հանրապետության ողջ տարածքում եղել է կայուն ձնածածկույթ, այդ թվում նաև Արարատյան դաշտում, այսինքն այս պահի դրությամբ որևէ վնասված մշակաբույս մենք չունենք։ Ինչ վերաբերվում է առաջիկային, դե քանի որ ապրիլը կանխատեսվում է տեղումների քանակը նորմայի սահմաններում, իսկ շեշտում եմ ապրիլի նորմաները բավականին բարձր են եւ դա նշանակում է, որ բավականաչափ անձրևներ են լինելու։ Ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ որևէ բացասական ազդեցություն գյուղատնտեսության վրա կլիմական առումով մենք չունենք։ Իսկ ձևավորված ջրի պաշարների առումով ձևավորված ջրի պաշարների կանխատեսման տեսակետից ջրային ռեսուրսները անցյալ տարվա համեմատ մոտ 30-ից 40% քիչ կլինեն։ Դա ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Նայեք, ջրամբարների ջրալեզվացության տեսակետից պատկերը փոքր-ինչ լավ է, քանի որ 2024 թվականի սեպտեմբեր-օկտեմբեր ամիսները, ինչպես նշեցի, բավական խոնավ են եղել եւ ռոռոկման սեզոնը շուտ է ավարտվել եւ ջրամբարները սկսվել են լցվել արդեն սեպտեմբեր-օկտեմբերից սկսած եւ բարեբախտաբար այդ լցվածության պայմանավորված ջրամբարների գարնանային լցվածությունը բավարար մակարդակի վրա կլինի։